Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան Թիրանայի մեջ տեղի ունեցող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ կայքատան ժողովի շրջանակներում մեջ հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Քննարկված են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման ուղղված օրագարկային հարցեր։ Նիկոլ Փաշինյան բարձր գնահատած է Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանի մեջ իրականացվող բարեփոխումներուն եւ ընդգծած Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը շարունակելու խորացնել փոխգործակցությունը Եվրամիության հետ, ապահովելով համագործակցության նոր եւ արդյունավետ շրջան։ Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահները իրենց հերթին վերահաստատած են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին եւ ողջունած Հայաստանի կողմեն ցերնարգվող դրական քայլերը դարաձաշրջանային խաղաղության եւ գայունության ապահովման ուղղությամբ։ Անոնք շեշտած են Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու խաղաղության գործընթացին եւ խթանելու դարաձաշրջանի մեջ երկարաժամկետ գայունության հաստատում։ Կոշտան եւ ֆոն դեր Լեյենը կարևոր քայլ համարած են Եվրամիության Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք ընդունելը։ Նաև ընդգծած են վիզաներու ազատականացման գործընթացը արագացնելու կարևորությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան թիմադեդրի էջին դեսանյութը հրաբարակեց հայտնելով, որ պատասխանած է ադրբեջանցի լրագրողի հարցերում։ Վարչապետը անդրադարձած է Ադրբեջանին բարձրակույն մագարտակով հնչող մտահոգություններուն, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը տարածքային հավակնություններ կբարունակի Ադրբեջանի նկատմամբ։ Վարչապետին խոսքով մտահոգություններու փարատման ամենեն գարտ ճամփան խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է, քանի որ ադոր վավերացման բարակային արդեն բարձր օրենսդրական մագարտակով պիտի արձանագրվի, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի ընդհանրապես հարևաններուն նկատմամբ։ Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյան շնորհավորական ուղերձ մղած է ուսանողներու եւ երիտասարդներու օրվան առիթով։ Ուղերձին մեջ ըստված է մեջբերեմ 16 մայիս 1919 թվականին Հայաստանի Հանրապետության նախարարներու խորհուրդը Երևանի մեջ համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։ Սիրելի ուսանողներ, այս օրը նշելով նաեւ իբրև Հայաստանի Հանրապետության մեջ ուսանողներու եւ երիտասարդներու օր, կմաղթեմ, որ վստահ առաջընթանակ հաջողությունները գուքան հետեւողական չանքերու անընդհատ սորվելու եւ սայթակելեն հետո առաջ շարժելու արդյունքով։ Կշնորհավորեմ նաեւ Երևանի Պետական համալսարանի հիմնադրության 106-ամյակը ակնկալելով, որ համալսարանը ըլլա նաեւ բարձրակույն գրթության եւ գիտության բարեփոխումներու առաջադար։ Ըսված է նախարար Անդրեասյանի ուղերձի մեջ։ Հայաստանի ելևմուտքի նախարար Վահե Հովհաննիսյան Լոնդոնի մեջ ընթացող վզեպ վերագառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցած է կառավարիչներու լիակումար նստաշրջանին հայտնած են նախարարութենեն։ Նախարար Հովհաննիսյան խոսած է վերագառուցման եւ զարգացման բանկի հետ Հայաստանի սերտ համագործակցության դարաձաշրջանի մեջ ներդրումային հնարավորություններու խթանման մասին։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններու եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ արևդուրի ամբողջական համաձայնագիրը ուժի մեջ մտած է։ Մոսկվայի մեջ այս մասին հայտնած են Եվրասիական տնտեսական հանձնաժողովեն։ Մասնավորապես Եվրասիական տնտեսական միութենեն Իրան արտահանվող ապրանքներու նկատմամբ մաքսային մուտքի միջին թրույկաչափը պիտի նվազի 20%-ն մինչև 4.5%։ Մասնակիցներուն գնահատմամբ համաձայնագիրի իրականացումը պիտի բազմապատկե Եվրասիական տնտեսական միություն Իրան ապրանքներու շրջանառությունը կարող է հասնել 12 միլիարդ ամերիկյան դոլարի։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Աբու Դաբիի մեջ հայտարարեց Արաբական Միացյալ Էմիրություններու հետ 200 միլիարդ դոլարի նոր պայմանագիրներ կնքելու մասին, որոնք ծոցի երկիրներու մեջ 2 տրիլիոն դոլարը կերազանցող ընդհանուր ներդրումային փաթեթի մաս կգազմեն։ Էմիրություններու նախագահ Շեյխ Մոհամմեդ բն Զայեդ Ալ Նահյանի հետ Թրամփի հանդիպումեն հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ Էմիրությունները 28 Boeing օդանավ կգնե։ Գործարքներու մեջ ներառված են նաև Օքլահոմայի մեջ ալյումինի գործարանի կառուցումը եւ ուժանյութի նախագիծերու մշակում։ Թրամփն ստորագրած է արհեստական բանականության վերաբերյալ ռազմավարական համաձայնագիրը, որպես հաջորդ տասնամյակի ընթացքին 1.4 տրիլիոն դոլարի բարձրացության մաս։ Փարիզի 9-րդ շրջանին մեջ բացումը կդարվեցավ հայազգի մտավորական բանաստեղծ եւ քրաքննադատ Արշակ Չոբանյանի հուշատախտակին։ Երկար դարիներ շարունակ Փարիզի պատմական այս տաղամասին մեջ ապրած է Արշակ Չոբանյան։ Իր ելույթին մեջ Հայաստանի տեսփանը նշած է, որ Արշակ Չոբանյանի անվան հուշատախտակը կբացվի Փարիզի պատմական հայկական տաղամասի մեջ, որն իր գենսունակությամբ 1920-ական թվականներեն ի վեր կարևոր թերագադարություն ունեցած է հայ մտավորականներու նոր սերունդի ձևավորման գործի մեջ։ Տեսփանը ընդգծած է Արշակ Չոբանյանի որ թերագադարությունը 19-րդ դարու վերջին Օսմանյան կայսրության մեջ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող չարթերեն հետո Ֆրանսիայի մեջ արմենոֆիլ շարժման գործին մեջ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։